Փամբա գետում ծառի արմատներին ճյուղերին փաթաթված է ջրասուզորդը գտել 7-ամյա աղջնակին։ Ջրի տակ շոշափելով բռնել է նրա թաթիկը։ Ծածկին դեպը հետո շունչ սպայլովի չանեց։ Ծառերի հետ ներքևի մասը, ջեի հոսքից շերեր տարեմը ծառերի տակը։ Ծանր որոնումների երրորդ օրը Մահաբեր խողովակից կես կիլոմետր հեռավորության վրա է Վահե Մելքոնյանը գտել աղջնակին, առավոտյան 9:30 սահմաններում։ Ականատեսների խոսքով հունիսի 15-ին նախ 7-ամյա Նարեն է սայթաքել ընկելթած խողովակի վրայից։ 13-ամյա քույրը, որին դեռ չեն գտել, փորձել է հանել նրան ջրից, ինքն էլ է ընկել։ Շատ բարդ են որոնումները, ասում են ողբերգության վայրում աշխատող փրկարարներն ու կամավորները։ Երբ մութն ընկնում է, անհնար են դառնում որոնումները։ Այս տարի աննախադեպ տեղումների հետևանքով գետի մակարդակը բարձրացել է, ջուրը պղտոր է, տեսանելիություն գրեթե չկա։ Ինքնդ է տեսնում է գետի գույնը, գետում թափված աղբը, բնականաբար այդ ամենը խոչընդոտ է հանդիսանում նման իրավիճակների համար։ Այսօր ավելի մեծ թվով փրկարարներ են աշխատում դեպքի վայրում, 13-ամյա աղջնակի հետքը դեռ չեն գտնում։ Նրան նաև փնտրում են այն հատվածներում, որտեղից գտել են քրոջ անշնչացած մարմինը։ Այս պայդրությամբ որոնողափրկարարական աշխատանքները նույն թափով շարունակվում են, փրկարարները հագեցած են տարբեր տեսակի որոնողափրկարարական տեխնիկաներով եւ փրկարարական միջոցներով։ Եվ ինձ թվում է մոտ ժամանակահատվածում եւս դրական արդյունք։ Փամբա գետի այն հատվածներում, որտեղ հասանելիություն չունեն փրկարարները, կամավորները դրոններով են փորձում ինչ-որ բան տեսնել։ Դրոնով ես նայում եմ այնտեղ, որտեղ մարդը չի կարող անցնել, կամ անանցանելի է, կամ բարդ անցանելի է։ Նաև դրոնով ավելի արագ է այդ ամեն ինչն ընթանում, ավելի հեշտ է ու ավելի քիչ մարդկային ռեսուրս է ծախսվում եւ օգտագործվում։ Այսինքն փրկարարները կարող են զբաղվել ավելի կարևոր գործով։ Այս ողբերգությունը կարող էր կանխվել, եթե որպես կամրջակ ծառայող այս Մահաբեր խողովակը հանած լինեին, զայրանում են Վանաձորում։ Տարիներ շարունակ դիմել են քաղաքային իշխանությանը, ոչ մի արդյունք։ Հոգեբաններն են փորձում օգնել Փամբակն ընկած երկու աղջիկների քույրերին, մորը։ Փրկարար ծառայությունը, շտապօգնությունը հերթապահում են նրանց շենքի մոտ։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։